Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է կրկին կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ։ Նման տեսակետ Ծառուկյանը հայտնեց այսօր Արարատ քաղաքում, պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցերին։ Ուրեմն ես ընտրությունից հետո ոչ մի բան չեմ պատկերացնում, կախված է ժողովրդի ընտրությունից, ժողովրդի վստահությունից, ոչ մեկ այսօր չի կարող ասել, թե ժողովուրդը ինչ ընտրություն կատարի, ում հետ հույս կկապի։ Նրանից էլ ժողովուրդը կպահանջի։ Ինչ է կարծում, Բարգավաճ Ես ոչ մի բան կնվաճի ազգային ժողով։ Ուրեմն մեծ ես չեմ խոսում, ես նորից եմ ասում, անկախ ամեն ինչից, ժողովրդի վստահությունը հավատք Բարգավաճ Հայաստան կուսակցության Ծառուկյանի գլխավորությամբ պայլավ պահպանի, անկախ նրանից ինչքան կհավաքենք, միևնույն է, ես ժողովրդին սիրում եմ, հավատում եմ, ինչ էլ արել եմ, ուշադրություն դարձնեմ, քիչ եմ արել, ավելի մեծ ուշադրություն եմ դարձել, այ ձեր ցավը։ Անկապարտեզ երեխեք, անկապարտեզ Ոնց կա տնեց մնացել է Վալիկներ, ոնց է ձեր վիճակը։ Շատ լավա։ Ոչ մի պրոբլեմ չկա։ Ասա, պարոն Ծառուկյան, մենք շատ սիրում ենք։ Ես էլ ձեր բոլորին եմ սիրում։ Շրջամոց եք, ես եմ կարծես հավատանում, իրեք հատուկլոս անջերս եկել եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եղավ Արարատ, Վեդի, Արտաշատ ու Մասիս քաղաքներում, ուր հանդիպես տեղի բնակիչների հետ։ Այսօր արտագաղթ հանգործությունը, աղքատությունը պետք է վերջ ունենա, որովհետև վիճակը վատ կլինի եւ դա հիմնական խնդիրն է մեր երկրի առջև ծառացած։ Ելույթ ունենալով Արարատ քաղաքում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։ Անկախ ամեն ինչից, դու գնացեք ընտրության, ընտրեք ում հավատում եք, ձեր սիրտը ում կթելադի, ոչ մի պարտադրանքին մի հավատացեք։ Նրանք ձեր տները չեն պահելու, նրանք ձեզ եսի մինչև չեն անելու, նրանք իրենց մասին են մտածում։ Այնպես որ, եթե նորմալ չեղավ, ոչ մեկին չմեղադրեք։ Դուք ինքներդ ձեզ եք մեղադրել։ Մենք տեր ենք կայնելու ձայների համար, մեր թիմի համար, իմ թիմագիցի մազը ծրվեց, իմ մազը ծրվեց, ով խնդիր ունի, կարող է իմ հետ այդ հարցերը կարգել, որտեղ մենք վատ բան չենք անում։ Մենք այսօր ներկայացնում ենք ինչ որ կարող ենք անել։ Իրոք ծանր է, դժվար է։ Ծառուկյանը քաղաքական գործիչների չի, որ քաղաքականությունից դուրս գա կկորի։ Ծառուկյանը դուրս գա ավելի հանգիստ կապրի, բայց կարևորը մնում է այստեղ։ Ձեր այդ վստահությունը, հավատքը, հույսը իրականություն դարձնի, որ ձեր դեմքերի աճեպիտն ու փայլը հավատքը երբեք չկորի։ Դուք ավելի հույսով լինեք, որ ապագան ավելի փայլուն է լինելու, եւ դուք ձեր նպատակները իրականություն է դառնալու։ Լույսերը կտրեցին, ոչինչ, ես։ Իդեպ Գագիկ Ծառուկյանի ելույթի ժամանակ էլեկտրամատակարարումը մի պահ ընդհատվեց։ Ապագան ավելի բարեկեցիկ դարձնել, ով իր խոսքը գործ է դարձրել, ով դա իրականություն է դարձնել, տվի լույսը։ Թե չէ խոսակցություն կար բնել, հա։